Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV, Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի ընթացքում մենք շարունակում ենք հյուրընկալել Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի մեր գործընկերներին եւ ունենալ հետաքրքիր զրույց քննարկումներ ոլորտային ամենատարբեր թեմաների շրջանակում։ Այսօր մեր զրույցին միացել է տնտեսագիտության թեկնածու դոցենտ Սոս Խաչիկյանը, պարոն Խաչիկյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու եւ զրույցին մասնակից լինելու համար։ Ընկեր Խաչիկյան, որպես քննարկման թեմա այսօր ընտրել ենք մարզերում զարգացման առաջնահերթությունները, ըստ էության թեման ավելի քան արդիական է եւ դրա մասին վկայում են անընդհատ նմանատիպ թեմայով հետազոտությունները, ուսումնասիրությունները եւ այլն, ինչու որովհետեւ այն ըստ էության բավականին լայն եւ տնտեսագիտական համընդգրկուն թեմա է առաջին հայացքից, բայց առնչվում է ընդհանուր միջև մարդու կենսամակարդակին, կյանքի որակին։ Այս համատեքստում շատ կուզեմ, որ մենք քննարկումը սկսենք այն հարցից, թե որոնք են առհասարակային կառուցվածքային գործոնները, որոնք տարիների ընթացքում ազդել են Հայաստանում անհամաչափ զարգացվածության վրա։ Ինչի եմ ուզում այս հարցի քննարկումից սկսենք, որովհետև եթե մենք խոսում ենք զարգացման առաջնահերթություններից, ըստ էության եղող վիճակը բացառել կամ հիմք չընդունել չեն կարող, որովհետև Հայաստանում իրապես մարզերում առկա է ոչ համաչափ զարգացվածություն, որը դրսևորվում է կյանքի, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։ Շնորհակալություն նախ հրավերի համար եւ հետո իսկապես շատ ընդգրկուն հարցի համար, որովհետեւ հարցադրումը իր մեջ ներառում է ոչ միայն տնտեսագիտություն, ոչ միայն կառավարման համակարգ, այլ նաև բնակչության սոցիալ-հոգեբանական գործոն, որը այսպես մենք ուղղակի պարտավոր ենք այս գործոնները համադրել ցանկացած լուծում ստանալու շրջանակում։ Տեսեք, մարզերի հետ կապված այսպիսի մի հետաքրքիր, նաև եթե կառավարման տեսլականից մենք դիտարկենք, այսպիսի իրավիճակ ունենք։ Մարզերի գործող համակարգը, այժմյան գործող համակարգը, տարածքային կառավարման համակարգը ներդրվել է 1996 թվականին եւ բավականին քիչ իրավական փոփոխությունների է ենթարկվել, բավականին փոքր իրավական կարգավորումներ են փոխվել այս շրջանակում։ Ես հետո կանդրադառնամ նաեւ մտածելակերպին, բայց այժմ իրավականին անդրադառնամ։ 2018 թվականից հետո ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգում եւ տեղական ինքնակառավարման համակարգում, որոնց միջև իմիջիալոց գտնվում է տարածքային կառավարման համակարգը, վերևի եւ ներքևի համակարգերում էական փոփոխություններ եղան։ Նախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգի, պետական կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման համակարգում տեղի ունեցավ համայնքների խոշորացում։ Եվ այս գլոբալ, իսկապես կոնցեպտուալ համակարգային փոփոխությունների միջանկյալ օղակը տարածքային կառավարման համակարգը իրավական առումով մեծ փոփոխությունների չենթարկվեց։ Սա նշանակում է, որ կապը այդ փոփոխությունների միջև այնքան էլ լավ չի դրսևորվում, եթե տարածքային կառավարումը դիտարկենք կենտրոնական իշխանության եւ տեղական ինքնակառավարման միջև կապող օղակ, ապա այս կապող օղակի դերը այնքան էլ լավ չի դրսևորվում իրական տեսանկյունից, իրավական տեսանկյունից։ Սակայն մենք պետք է սա փորձենք հասկանալ նաև սոցիալ-հոգեբանական, նաև պետք է հասկանանք կառավարման մշակույթի տեսանկյունից եւ այս առումով, այո, մարզպետարանները կամ տարածքային կառավարման մարմինները ստանձնել են մեծ դերակատարում, մեծ բեռ, այսպես ասենք, այդ կապը ապահովելու եւ կարծում եմ, որ ստացվում է դա, գոնե առայժմ դա ստացվում է, զուտ այն առումով, որ ստացվի բնակչության եւ իշխանության միջև կապ։ Բայց սա ուղղակի մի մասն է, որը մենք կարող ենք համարել դրական։ Կա նաեւ բացասական գործոն, դա այն է, որ տարիներ շարունակ չի հաջողվում Երևանը բեռնաթափել եւ տարածքային քաղաքականությունը, տարածքային կառավարումը իրականացնել այնպես, որ ներդրումների առումով, բնակչության եկամուտների առումով եւ այլ այս համահարթեցումն ավելի մեծ կարեւորություն ստանա։ Ես ենթադրում եմ, որ այն միտումները, որ արդեն կան, որոշակի առումով դրանք տնտեսության ազատականացումն է, որ ակնհայտ է, որոշակի առումով դրանք հարկային եւ վարչարարության մյուս գործոններն են, որ ակնհայտ բարելավվել են, կառավարության կողմից որդեգրած սուբսիդիոն ծրագրերն են, որ հսկայական մեծ ծավալներ են ընդգրկում,
Կարծում եմ այս շրջանակում տնտեսական վիճակը իսկապես կկարգավորվի եւ արդյունքները միանշանակ նկատելի կլինեն։ Եթե դիտարկենք բնակչության սոցիալ-հոգեբանական գործոնը, ինչ չափով են պատրաստ, միայն բնակչությունը չպետք է դիտարկվի, պետք է դիտարկվի նաև տնտեսական համակարգը, սոցիալական համակարգը, այսինքն գործարար հատվածը, ինչ մշակույթ ունի այս շրջանակում ընդգրկվելու, ներգրավվելու եւ արդյոք պատրաստ են փոփոխություններին, խոշոր մեծ փոփոխություններին։ Անկեղծ ասած, պատրաստ լինելու համար այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է, դրանք շարունակական կրթությունն են, դրանք միջազգայնացմանը միտված գործընթացներն են, մարզերում մեծ չափով նկատելի չէ եւ այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ դեռևս կան անելու եւ բնակչության մտածելակերպի, մարդկանց մտածելակերպի փոփոխության առումով ես կարծում եմ դեռևս աշխատանք կա անելու եւ տեղական ինստիտուտների դերակատարների գործոնը այստեղ բավականին մեծ է։ Ընկեր Խաչիկյան, երբ նայում ենք, միշտ կա այն դիտարկումը, որ Հայաստանի Հանրապետության տարածքային անհամաչափության զարգացման կամ չզարգացման հիմքերը ըստ էության գալիս են խորհրդային ժամանակահատվածից ու շատ հաճախ դիտարկվում է որպես կենտրոն ծայրամաս, այսինքն Երևանը կենտրոն եւ իր մարզերը, իր պերիֆերիաները, այսպես ասած, տրամաբանության միտումը, հա։ Ես նայում եմ ձեր հետազոտությունները, դուք այս համատեքստում միշտ շեշտում եք անընդհատ մարզերում բնակչության կրճատման եւ երիտասարդների արտագաղթի ազդեցությունը։ Ես կուզեմ մենք խոսենք, թե դրանք ինչ տնտեսական դրանց հետևանքները առհասարակ, հա, տնտեսության եւ առանձին մարզերի կենսունակության վրա, ու նաեւ դուք եւ առհասարակ ինչ նվազագույն տնտեսական փաթեթ է անհրաժեշտ, որպեսզի երիտասարդը ցանկանա մնա մարզում։ Կամ օրինակ մարդկային կապիտալի որակի բարձրացումը հենց տեղում մարզերում որքանով կարող է նպաստել մարզի առհասարակ զարգացմանը։ Սրանք ինձ համար շատ կարևոր եւ առանցքային հարցեր են, որովհետեւ եթե մենք խոսում ենք տեղում մարզի կոլորիտից, առանձնահատկությունից եւ այլն, դրանք բացառապես կարող են լինել գործում, եթե կա մարդ, ով կարող է այդ առանձնահատկությունները, այսպես ասած, աշխատեցնել։ Տեսեք, այս առումով ունենք մի հետաքրքիր իրավիճակ, որքան էլ մենք փորձենք խուսափել այդ իրավիճակից, դա հնարավոր չէ եւ դա հետխորհրդային մտածելակերպն է։ Այս գործոնը դեռևս կա եւ բավականին լուրջ կա, որովհետեւ անկախ նրանից մենք 91 թվականից հետո անկախության հռչակագիր ենք ընդունել, անկախություն ենք ձեռք բերել, բայց կառավարման համակարգը չի համապատասխանել այդ անկախության ձևաչափին եւ կառավարման համակարգի մեջ գերակշռել է, գերիշխել է հետխորհրդային համակարգը, բնականաբար արմատացել է հետխորհրդային մտածելակերպը։ Ազատ միտքը, գործարար միտքը, գործարար հնարավորությունները եղել են սահմանափակված։ Իհարկե Հայաստանը այն երկրներից էր, որ համեմատաբար կարողացել է հաղթահարել այս ժամանակահատվածում, բայց մենք այժմ տեսնում ենք, որ դրա սահմանափակումները, եթե հետադարձ հայացքով նայենք, եղել են բավականին մեծ, եղել են բավականին կաշկանդող եւ այս սահմանափակումների շրջանակում ուղղակի երիտասարդությունը, որը որ բախվում է բնականաբար կառավարման համակարգի հետ, չէ՞ որ մենք ասում ենք երիտասարդի ենթադրենք ներգրավվածություն կառավարման համակարգում, բայց երիտասարդը, որ ծնվել է հետխորհրդային ժամանակահատվածում, համացանցի, իր կրթության, միջազգային հարաբերությունների համատեքստում տեսնում է այլ աշխարհ, իսկ կառավարման համակարգը բախվում է հետխորհրդային ինչ-որ առումով մտածելակերպին, այստեղ լուրջ խնդիր կարող է առաջանալ, ինչ չափով է այդ երիտասարդը պատրաստ ներգրավվելու գործող իրեն գաղափարներին ոչ այնքան մոտ կառավարման համակարգին։ Բնականաբար առաջանում է խզում եւ այդ խզումը պետք է անդրադառնար իհարկե եւ տնտեսական համակարգի վրա եւ մարզերի, այսպես ասած, զարգացվածության ցածր մակարդակի վրա, նրանք պետք է ձգտեին այնտեղ, այնպիսի միջավայր, որտեղ որ ավելի գրավիչ է, ավելացված արժեքն ավելի մեծ է ստեղծվում, ավելացված արժեքն նկատի չունեմ միայն ֆինանսական, այստեղ կրթական գործոնը, այստեղ քաղաքակրթական գործոնը, այստեղ մարդկային արժեքների, մարդկային կապիտալի գործոնը բավականին մեծ է, եւ եթե չկա այն համակարգը, որ ավելացված արժեքը մարզերում բավարար չափով չի ստեղծվում, գիտակից երիտասարդը նա կփորձի տեղափոխվել այնտեղ, որտեղ ավելի մեծ արդյունք ունի։
Եվ այս առումով, այո, պետական քաղաքականության շրջանակում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ։ Որոշ դեպքերում այդ փոփոխությունները ծախսատար են, որոշ դեպքերում դրանք ժամանակատար են, որովհետև սերունդի գիտակցության հետ է կապված, որովհետև պետության ռեսուրսի հետ է կապված, սակայն միտումները այնպիսին են, որ ես կարծում եմ արդեն այսպես ինչ որ առումով դրված է ռելսերի վրա։ Իհարկե վերջին, եթե դիտարկենք վերջին տարիները, մենք լուրջ խնդիրներ ունեցանք ինչպես համաշխարհային շրջանակում համավարակի առումով, այնպես էլ տարածաշրջանային շրջանակում պատերազմի տեսանկյունից, սրանք բոլորը եղել են խանգարող հանգամանքներ եւ շատ լուրջ խոչընդոտներ։ Ես կարծում եմ, որ վերջին 1-2 տարիներին ստեղծված իրավակարգավորումները, նաեւ ներքին քաղաքական, ներքին տնտեսական, ներքին իրավական փոփոխությունները մտածելակերպի առումով, գործողությունների առումով այնպիսին են, որ ռազմավարությունը բավականին հեռանկարային է եւ այս ռազմավարության մեջ երիտասարդի տեղն ու դերը եւ ազատ մտածող մարդու տեղն ու դերը իսկապես նշանակալի են եւ կարծում եմ, որ արդյունքները արդարացված կլինեն։ Երբ խոսում ենք առանձին մարզերի կենսունակությունից, զարգացման պոտենցիալից, հնարավորություններից, էլի ձեր գիտական աշխատանքներում շատ հետաքրքիր ձևով ներկայացնում եք տնտեսական մասնագիտացման ներուժը։ Այ ինչ ոլորտներ ենք օրինակ տեսնում Տավուշում, Լոռիում, Շիրակում, այս տնտեսական ապագան այս համատեքստում ինչպես կարելի է տեսնել այս մարզերում, օրինակ, չգիտեմ, Տավուշում կան զարգացման հնարավորություններ ինչպես արդյունաբերության, գյուղատնտեսության, туриզմի եւ այլ ոլորտներում եւս։ Կամ Հայաստան օրինակ կարող է օրինակ Հայաստանում տնտեսությունը անցում կատարել խելացի մասնագիտացման մոդելին, որի օրինակներ աշխարհում էլի կան, ընդ որում մեր երկրների նման երկրների էլի հետսովետական նույն իներցիա ունեցած երկրներ, այդ համակարգից ազատագրված եւ այլն։ Ես կուզեմ նաեւ խոսենք հենց առանձին մարզերի համատեքստում ինչ ոլորտներ կան, որոնք կարող են լինել հենց այդ մարզի, այսպես ասած, դեմքը, հա, եւ շղթայաբար արդեն բերեն մարզի համընդհանուր զարգացման։ Միանշանակ ճիշտ դիտարկում եք անում եւ այդպիսի մոդելներ անհրաժեշտ են, անկեղծ ասած աշխարհում կան, մենք նոր բանը չպետք է հորինենք, սակայն տեղայնացման շրջանակում բավականին մեծ աշխատանք կա։ Ձեր հարցադրման շրջանակում, եթե դիտարկենք, ապա կլաստերային մոտեցումը եւ միջոլորտային մոտեցումը ես կարծում եմ պետք է անպայման հաշվի առնել, թեկուզ եւ հարցադրումը տնտեսագիտական մոդելներին վերաբերի, բայց տնտեսագիտականի շրջանակում հաշվի չառնել բնապահպանականը, հաշվի չառնել սոցիալականը, հաշվի չառնել տեխնոլոգիականը։ Եթե տիպային օրինակով բացատրենք, ենթադրենք Տավուշի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերը դուք բերեցիք որպես օրինակ, տեսեք, այս 3 մարզերի հատման կետը, այսպես ասենք, Տավուշի շրջանակում Դիլիջանի տարածաշրջանը, Սևանում Գեղարքունիքի շրջանակում Սևանի տարածաշրջանը եւ Լոռու մարզում մի քանի գյուղեր կան, համայնքներ կան, Ֆիոլետովը, մյուս եւ այլ, սրանք կարծես թե ունեն միևնույն համանման կլաստեր զբոսաշրջության շրջանակում, բայց որքանով են այս 3 մարզերը համադրում իրենց միմյանց հետ աշխարհագրորեն մոտ կլաստերը իրենց ռազմավարական ծրագրերում, ես այդպիսի մոտեցում չեմ նկատում, անկեղծ ասած, եւ այնպես չէ, որ դա պետական քաղաքականությունը խանգարում է, ոչ, ուղղակի պետական հստակ քաղաքականություն այդ առումով չկա էլ, բայց նախաձեռնողականության շրջանակում, համայնքների շրջանակում դրանք միանշանակ հնարավոր են միջազգային ծրագրերի շրջանակում ստեղծել որոշակի կլաստեր 3 տարբեր մարզերի տարբեր տարածքների շրջանակում միասնական քաղաքականություն իրականացնելու, որոնք այդ 3 տարբեր տարածքները, տարբեր մարզերի կարող են ունենալ միևնույն նպատակը, տվյալ դեպքում ենթադրենք զբոսաշրջային նպատակը։ Այս առումով ես կարծում եմ իսկապես նախաձեռնողականության նաև խնդիր կա, այնպես չէ, որ ցանկացած հարց պետք է պետական քաղաքականության շրջանակում առաջադրվի, պետական քաղաքականությունը տալիս է այդ հնարավորությունը եւ տեղական նախաձեռնությունները եւ եթե նույնիսկ ասեմ ոչ միայն համայնքները, համայնքային մակարդակում տեղական ինքնակառավարման, ոչ, նույնիսկ բիզնես մակարդակում է դա հնարավոր, հասարակական կառույցների մակարդակում է դա հնարավոր, այսինքն կլաստերացման մոտեցումները մենք պետք է այսպես վարչական սահմաններից դուրս գանք աստիճանաբար, ամբողջ աշխարհն է դուրս գալիս։ Իհարկե դրա անհրաժեշտ
անհրաժեշտությունը կա վերահսկելիության առումով եւ այդ գործիքը պետք է պահել անպայման վարչական սահմաններին կվերաբերի թե բոլոր այլ գործընթացներին վերահսկողական գործառույթը պահել, բայց ազատություն տալ այլ գործառույթների շրջանակում, ռազմավարական մտածելակերպի տեսլականի շրջանակում, եթե գործարարները կարող են ենթադրենք կամ համայնքները կամ հասարակական կառույցները կարող են ինչ-որ ռազմավարական մոդել մտածել Դիլիջան, Սևան եւ Լոռու մարզի այդ մի քանի համայնքների հետ կապված համատեղ ծրագրերի, ենթադրենք համատեղ զարգացման կլաստերի, դա կլինի փայլուն օրինակ, որը Հայաստանում տարբեր մարզերում, տարբեր շրջանակներում հնարավոր է կիրառել եւ որոշակի առումով ուղղակի բեռնաթափել համայնքների կամ տարածքային իշխանությունների բեռը, այսինքն բիզնեսը կարող է վերցնել իր վրա սա, ստանալ ոչ միայն պարզապես ռազմավարություն, այլ ստանալ նոր ավելացված արժեք, ստանալ բիզնես շահույթ, ստանալ համատեղ օգտագործման ինչ-որ նոր ռեսուրս, նոր կապիտալ, որը հետագայում բնականաբար շատ լուրջ ռազմավարական առաջնահերթություններ կարող է բերել։ Երբ խոսում ենք այդ մոդելային տրամաբանությունից, իրականում տարբեր երկրներում իրականացված ամենատարբեր փոփոխությունները իհարկե մեզ համար կարևոր փորձ կարող են լինել, առնվազն գիտելիքի առումով, հա, բայց այստեղ հավանաբար կարևոր է նաև ընդգծել այն միտքը, որ շատ կարևոր է թե առհասարակ պետությունը ռազմավարական առումով որտեղ է ուզում տեսնել ու ինչ մոդելով է ուզում տեսնել իր տնտեսական համակարգը եւ հետո նոր խոսենք ինտեգրացված մոդելների մասին, ինչպես արդեն դուք ձեր խոսքում նշեցիք։ Բայց օրինակ այստեղ կան գործոններ, որ ինչքան էլ մտածողությունը ռազմավարական պիտի լինի։ Ինչի եմ սա նշում, որովհետեւ օրինակ մենք գիտենք, որ մենք ընտրում ենք իշխանությանը որոշակի տարվա շրջանակում 5 տարի ժամկետով ընտրում ենք իշխանությանը, հաջորդ քաղաքական իշխանությունը արդյոք պատրաստ է շարունակել մյուս իշխանության որդեգրած քաղաքականությանը, որովհետև եթե նայում ենք ռազմավարական առումով իրապես խոչընդոտներ եւ դժվարություններ են առաջանում այն դեպքում, երբ որ արդեն իսկ գործողության մեջ դրված որևէ փոփոխություն ամենատարբեր ոլորտներում կարող է կիսատ մնալ, որովհետև մտածողությունը ռազմավարական չէ, հա, այսինքն կան ծրագրեր, 5-ամյա ռազմավարական ծրագրեր եւ այլն, որոնք սկսում են, ավարտվում են եւ այլն, բայց ըստ էության այդ 5-ամյա ռազմավարական ծրագրերը եւս պետք է կազմեն մեծ ընդհանուր տեսլականի մի մաս։ Ու այս առումով երևի շատ դժվար է համակարգելը ու հասկանալը, թե որն է քեզ համար առաջնային եւ առանցքային ու առնվազն եթե իջնում ենք ավելի ներքևի օղակներ, շատանում են խնդիրները, բազմազան են դառնում, կարիքներն են տարբերակվում եւ այլն։ Եթե օրինակ խոսենք այս համատեքստում առանձին մարզերում դիցուկ ինչպես կարելի է ստեղծել իրական ներդրումային գրավչություն, ինչպես կարելի է օրինակ մարզերում զարգացնել փոքր ու միջին բիզնեսը։ Ես գիտեմ, որ շատ են հետազոտություններ այս թեմաներով, հա, ու որպես ոլորտի ներկայացուցիչ շատ կցանկանայի նաև լսել ձեր տեսակետը հենց մարզերում ներդրումային գրավչության հետ կապված ենթակառուցվածքների դերի հետ կապված ինչքանով են դրանք կարևոր առհասարակ մարզի տնտեսական, այսպես ասած, գրավչության համատեքստում եւ մի շարք այլ կոմպոնենտների։ Շատ լավ, բայց նախ անդրադառնամ այն կարևոր հարցադրմանը, թե հաջորդ իշխանությունը կշարունակի արդյոք նախորդ իշխանության ռազմավարությունը կամ թողած ժառանգությունը, ենթադրենք։ Այստեղ գիտեք խորքային հարցադրում կա եւ այստեղ հենց ժողովրդավարության այն ասպեկտների շրջանակում սա պետք է դիտարկել, որ եթե ցանկացած իշխանություն անկախ դրանից որ իշխանությունն է փոխվում է, չի փոխվում եւ այլն, իսկապես արտահայտում է բնակչության եւ ժողովրդի կամքը նրա ընտրության արդյունքում է ձևավորվել, սովորաբար դա շարունակելի ռազմավարություն է լինում, որքան էլ որ փոփոխություններ ենթարկվի, բայց բոլոր դեպքերում 3 միլիոն բնակչության կամ 2 միլիոն ընտրողի, այսպես ասած, կարծիքի արդյունքում է դա համալիր կարծիքի, ինստիտուցիոնալ կարծիքի արդյունքում է դա ձևավորվում, եւ հնարավոր չէ, որ բնակչությունը շատ մեծ չափով սխալվի ռազմավարական ուղղությունների շրջանակում։ Բնականաբար որոշակի առումով առաջնահերթություններ կարող են ունենալ տարբեր քաղաքական խմբեր, բայց խոշոր հաշվով, եթե բնակչությունը ցանկանում է ազատ շուկայական կամ սոցիալական շուկայական հարաբերությունների տեսլականը, որը ամրագրված է մեր սահմանադրության մեջ,
թե բնակչությունը ցանկանում է ժողովրդավարական ազատ կամքի արտահայտման կամ տնտեսական ազատությունների տեսլականը, որը ամրագրված է մեր իրավական կարգավորումներով եւ միջազգային համաձայնագրերով, ապա հաջորդ իշխանությունը նույնպես պետք է ընտրվի այս տրամաբանությամբ, խոշոր հաշվով, նույնիսկ այլ քաղաքական ուժ, բայց այս տրամաբանությամբ, եթե այսպես դիտարկենք, այս տրամաբանությամբ, այսինքն ժողովրդավարական մեխանիզմների կիրառմամբ ընտրված իշխանությունը չի կարող շատ մեծ տարբերությամբ ռազմավարությունների միջև այսպես հակադրություն տեսնել եւ փոփոխության ենթարկել։ Այս խնդիրը այստեղ է արդյոք իշխանությունը իսկապես կրում է ժողովրդի կարծիքը, իրեն ընտրողի կարծիքը, տեսլականը, թե ոչ։ Փոփոխություններ միշտ էլ կարող են լինել, սակայն գլոբալ առումով, հիմնարար առումով, եթե կրում է այդ ժողովրդի կարծիքը, տեսլականը, մոտեցումը, ապա խոշոր հաշվով հետագա գործողությունները որոշակի փոփոխություններով լինելու են նույն։ Այսինքն առնվազն արժեքային առումով համաձայնություն կա։ Այո, միանշանակ կա եւ դա 3 միլիոն բնակչության կամ 2 միլիոն ընտրողի կամ 1 միլիոն, չգիտեմ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների այսպիսի համադրությունը չի կարող շատ մեծ տարբերություն բերել։ Այլ հարց, որ սա փոխվի, ստացվի ֆորմալ եւ ոչ ֆորմալ իրավիճակներ, սա արդեն խնդրի մյուս կողմն է եւ ավելի շատ սա կնպաստի ձեր ասած ռազմավարությունների փոփոխությանը։ Հարցի երկրորդ մասը մարզերի մոդելների հետ կապված, ենթակառուցվածքների հետ կապված, գիտեք, որքան էլ որ պետությունը մեծացնի սոցիալական ծրագրերը, անկեղծ ասած, ես այդքան կողմնակից չեմ սոցիալական ծրագրերին, եթե չկա գործարար մտածելակերպ, եթե չկա գործարար էթիկա կամ ցածր մակարդակի վրա է գտնվում, եթե չկա միջազգային սուբյեկտների հետ փոխգործակցության հնարավորություն, տեսլական մոտեցումներ, այդպիսի սոցիալական ծրագրերը մեծ արդյունք տալ չեն կարող։ Դրանք կփոշիացվեն, դրանք որոշակի ժամանակահատվածում հնարավոր է փոքր խմբերի, փոքր այսպես գործարար հատվածի համար որոշակի արդյունք ապահովեն, բայց դրանք ինտեգրված արդյունք չեն տա, դրանք համալիր արդյունք չեն տա։ Համալիր արդյունքի համար անհրաժեշտ են կապակցությունների համակարգեր, Երևան մարզեր համակարգեր, ենթակառուցվածքներ, մարզ, նույնիսկ այսօր գիտեք աշխարհում ինչպիսի միտում կա, տեղական մակարդակից դեպի գլոբալ խնդիրներ։ Ոչ թե տեղական մակարդակից դեպի կենտրոն ենթադրենք Երևան, որ Երևանն էլ համակարգի գլոբալ հարցադրումները, կլիմայի փոփոխություն, բնապահպանական, սոցիալական, միանգամից տեղական մակարդակը կարող է ինտեգրվել գլոբալ հարցադրումների գլոբալ օրակարգի հետ եւ փոխգործակցել նրա շրջանակում։ Սա շատ լուրջ մոտեցում է եւ շատ կարեւոր մոդել է, իհարկե նորից կրկնեմ, սա պետք է դիտարկել բավականին լուրջ վերահսկելիության շրջանակում, որ պետության գործոնը, պետության դերը շատ մեծ չափով անկում չունենա, կենտրոնական իշխանության դերը, իշխանությունները պետք է սա պահեն տեսանելիության շրջանակում եւ վերահսկելիության շրջանակում, բայց որ պետք են նախաձեռնություններ, որ տեղական մակարդակներից միջազգային միանգամից դուրս գան միջազգային օրակարգ կամ գլոբալ հարցադրումներ, այսա արդեն կարող է ապահովել ավելի շատ հնարավորություն տեղական մակարդակների զարգացման, ենթակառուցվածքների զարգացման եւ ինտեգրացիոն համակարգ ստեղծելու շրջանակում։ Եվ բնականաբար երիտասարդի մասնակցությունը, ներգրավվածությունը այսպիսի նախագծերում շատ ավելի կարեւոր է եւ կարծում եմ հենց մարդը ինքը նույնպես կկարևորի, եթե հասկանա, որ կարող է մտնել այդ արժեքային շղթայի մեջ, տեղական մակարդակից միանգամից գլոբալ օրակարգեր մտնելու, դա կլինի բիզնեսի շրջանակում, կլինի կրթության շրջանակում, կլինի կառավարման համակարգում, այսպիսի ինտեգրացիոն մեխանիզմները շատ մեծ թափով, շատ մեծ չափով կարող են արագացում հաղորդել։ Ընկեր Խաչիկյան, ըստ էության մենք անդադ խոսում ենք, որ մեր մարզերում կա հսկայական կուտակված պոտենցիալ։ Եթե կոմպոնենտային առումով փորձենք խոսել թե տնտեսագիտական առումով եւ թե այլ բաղադրիչների, ինչն է մեզ տարիներ շարունակ խանգարում իրապես ամբողջապես ռեալիզացնել այս պոտենցիալը, հա, հիմք ընդունելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունը, որովհետև ամեն դեպքում մենք մեր մարզերում ունենք տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ապրում աշխատում են այնտեղ, ունենք մասնագիտական ներուժ, որի մասնագիտական կոմպետենցիաների վրա կարելի աշխատել համապատասխան ոլորտի, ունենք զուգահեռ աշխարհ, որը արագ թափով զարգանում է տեխնոլոգիական առումով եւ այլն։ Ինչն է խանգարում իրապես մարզերում ռեալիզացնել կուտակված կամ արդեն եղած պոտենցիալը։ Ես կարծում եմ, որ մինչ այժմ դրան խանգարել է
ոչ ազատ մարդու մտածելակերպը, բնակչության սոցիալ-հոգեբանական գործոնը, այն համակարգը, որ դու բարդ աշխարհագրական տարածքում ես ապրում, դժվար իրավիճակում ես ապրում, դու դրա համար պետք է ուղղակի ISSS չափանիշներով ապրես, որպեսզի չկործանվես, այսինքն մարդկանց առաջ սովորաբար դրվել է, սա իմ անձնական կարծիքով, դրվել է ավելի շատ ինքնապահպանական գոյատևելու խնդիր, քան թե զարգացման խնդիր։ Եթե մտածելակերպը այսպիսին է, ցանկացած համակարգ լիարժեք արդյունք չի կարող ապահովել։ Ես կարծում եմ, որ մենք այո եղել ենք նմանատիպ, չասեմ հենց այդպիսի, բայց եղել ենք նմանատիպ համակարգի մեջ եւ մեր մտածելակերպի մեջ գերիշխել է այն հանգամանքը, որ բարդ իրավիճակ է, աշխարհում ամեն ինչ խառն է, մեր տարածաշրջանում թշնամիները շատ են, վտանգները մեծ են, եկեք մի կերպ գոյատևենք, պահպանվենք, այսօրվա մասին մտածենք, վաղվա մասին չմտածենք, որպես շատ լուրջ տեսլականի, մենք դրա հնարավորությունը չունենք, մենք ինչ որ առումով դրա իրավունքն էլ չունենք, մենք մեր փոխարեն եթե պետք լինի կմտածեն, այս մտածելակերպը իսկապես խանգարել է։ Սա ինչպիսի իրավական կարգավորում էլ տակը դնեք, հիմքում դնեք, եթե մտածելակերպը այսպիսին է, եթե մոտեցումը այսպիսին է, փոխգործակցությունը հասարակության անդամների միջև, քաղաքական կառույցների միջև, տնտեսական կառույցների միջև այսպիսին է, զարգացման հաջորդ քայլը բացառվում է։ Կարծում եմ, որ տեղի է ունենում այժմ արժեքային եւ մտածելակերպի եւ գաղափարական շատ լուրջ փոփոխություն, դա արտաքին քաղաքականություն չէ, դա տնտեսական քաղաքականություն չէ, ես առայժմ զերծ եմ մնում դրանցից, նրանք մտածելակերպի եւ արժեքների փոփոխություններ են, որ մենք դառնում ենք համահունչ աշխարհին։ Հնարավոր է քննադատություն հնչի բա մեր ինքնությունը, բա մեր մշակույթը, բա մեր կրոնը, որևէ բան չի խանգարում, մենք դա պահելով, պահպանելով առաջ շարժվենք, հիմնվել միայն որոշակի այսպես անցյալի գործոնների վրա, պատմական գործոնների վրա եւ չտեսնել առաջը, չտեսնել աշխարհը, սա լուրջ խնդիրների առաջ կարող է բերել մի քանի տասնամյակ հետո հաջորդ սերունդներին, ինչպիսին մենք տեսանք, որ 90-ականներից հետո հաջորդ սերունդը իսկապես բախվեց լուրջ խնդիրների Հայաստանում, որովհետեւ զարգացման միտումը չէր տեսնում կամ չէր երևում կամ իր համար լիարժեք պարզաբանված չէր։ Սրանք հարցեր են, որ մենք պետք է կարողանանք եւ իհարկե ազգայինը, մշակութայինը, իրականը համադրենք նրա հետ, ինչ որ կա աշխարհում։ Որքանով կարողանանք ապահովել այս համադրությունը, այնքանով արդյունավետ կլինի եւ երիտասարդի մասնակցությունը եւ մարզի զարգացումը, որքանով որ սա չպատկերացնենք եւ չկարողանանք համադրենք, ի վնաս մեզ կլինի։ Ամբողջովին տրվել այսպես ապագայի տեսլականին եւ ուղղակի մթագնած ձևով առաջ շարժվել, ինչ որ առումով դա էլ խնդիր կարող է բերել։ Այսպիսի բալանսավորումը ես կարծում եմ, որ շատ լուրջ խնդիր է բալանսավորման քաղաքականությունը եւ ներքին եւ արտաքին եւ հասարակության եւ քաղաքական կառույցների այս բալանսավորման ամեն ինչի բալանսավորման շրջանակում է միայն հնարավոր առաջընթաց քայլ կատարել։ Իրապես շատ կարևոր միտք է բալանսավորել բառը իմ ամենասիրելի բառերից մեկն է, ներդաշնակություն, հավասարակշռությունը, դա շատ կարևոր է, որովհետեւ իրապես մենք մի քիչ ծայրահեղական հասարակություն ենք, որովհետեւ չգիտես ինչի մեզ թվում է, որ մեր խնդիրը միակն է, ամենաբարձն է, ամենանլուծելին է, մինչդեռ աշխարհը եւ մի շատ երկրներ, մի շարք հասարակություններ նմանատիպ բազմաթիվ խնդիրներ են։ Շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն։ Ու շատ ավելի լուրջ խնդիրներ հաղթահարել եւ անցել են առաջ։ Եվ սա իրականում այս իրավիճակը ես միշտ համեմատում եմ իմ շատ սիրելի դասախոսներից մեկն էր միշտ օրինակ բերում, ասում էր, եթե դուք բաց ծովում ունեք նավակ, դուք դեռ փրկված չեք, դուք դեռ պիտի գտնեք կղզի, որ թիավարեք դեպի այդ կղզին։ Այդ դեպքում արդեն փրկված կլինեք եւ կգա հաջորդ փորձությունը գոյատևել կղզու պայմաններին ու հարմարվել այդ պայմաններին կամ հաղթահարել մարտահրավերները, որոնք առաջանան կղզում։ Եվ իրապես այո, երբ մեզ թվում է, որ մեր խնդիրը միակն է, դժվարն է, անլուծելին է, պետք է պարզապես փորձել խնդրին նայել այլ տեսանկյունից։ Եթե խոսում ենք մարզերում, կրկին ձեր աշխատություններում դուք միշտ ընդգծում եք, որ մարզերում գյուղատնտեսությունը ըստ էության կարևորագույն ոլորտներից է, որ կազմում է շատ մարզերի կենսագործունեության հիմք է, այսպես ասած։ Բայց միևնույն ժամանակ, երբ ասում ենք գյուղատնտեսություն, մենք էլի մեզ մոտ գալիս են ինչ-որ դասական մոտեցումներ, մոդելներ գյուղատնտեսական, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ ես նոր էի տեղափոխվել Տավուշի մարզ, ինձ համար հետաքրքիր էր ինչու էին օրինակ
ձիերը փողոցներում անկառավարելի կամ չգիտեմ, այլ կենդանատեսակներ, այսինքն պարզապես զբոսնում, այսինքն չկա ինչ-որ համակարգված մոտեցում կենդանիների ուղղորդման եւ այլն, այսինքն մենք երբ խոսում ենք գյուղատնտեսությունից, էլի մեզ մոտ ինչ-որ հնացած մոդելներ, տանել արոտավայր, հետ բերել եւ այլն, մինչդեռ աշխարհը վաղուց գյուղատնտեսությունը դիտարկում է էլի բարձրաժեք տնտեսություն, այսինքն ոչ թե միայն ինքնաբավության աղբյուր, այլ բարձրաժեք տնտեսություն։ Ու էլի Հայաստանի Հանրապետության ամենատարբեր մարզերում կան ինչ-որ տեղային օրինակներ, որտեղ ինչ-որ տեխնոլոգիական սմարթ լուծումների միջոցով ավելի գրավիչ եւ ավելի հետաքրքիր եւ արդյունավետ է դարձել այս ոլորտը։ Կուզեմ նաեւ խոսենք սրա մասին, ինչու է մարզային մի շարք հասարակություններ խուսափում ավանդական գործունեության ոճերից, նույնիսկ հիմք չեն ընդունում այն հանգամանքը, որ դա կշատացնի մեր արտադրանքը, դա իր հերթին կբերի եկամուտ եւ այլն, ու այսպես շղթայական դրական ռեակցիաներ, հա, որպես այդպեսին։ Տեսեք, եթե գյուղատնտեսությունը դիտարկենք միայն որպես հող եւ կենդանի, մենք արդյունք չենք ունենա։ Եթե դա դիտարկենք ավելի շատ տեխնոլոգիա, ավելի շատ գիտելիք, ավելի շատ կրթություն, քան թե հող եւ կենդանին, միանշանակ դրա արդյունավետությունը բավականին մեծ կլինի։ Եվ արդյոք մենք ունենք այն փիլիսոփայությունը, այսպես կոչված այն մտածելակերպը, որ գյուղատնտեսությունը գյուղացին չէ։ Մենք այստեղ էլ խնդիր ունենք։ Գյուղատնտեսությունը պատկերացնում ենք գյուղացի, ոչ թե պատկերացնում ենք որպես տնտեսվարող, նույնիսկ որպես խոշոր տնտեսվարող, որ դրա հնարավորությունները կան, հսկայական են, բավականին մեծ են, սակայն գյուղացիների ոլորտում կամ գյուղաբնակ բնակչության շրջանակում տնտեսական նախաձեռնությունների խթանումը, տնտեսական մտածելակերպի խթանումը, սա արդեն հաջորդ քայլն է, որ պետք է իրականացվի, բայց դրան զուգահեռ չներդնել տեխնոլոգիական եւ կրթական համակարգեր զուգահեռ, կարծում եմ իսկապես արդյունքը ցածր կլինի այդ պարագայում։ Եթե մենք գյուղատնտեսություն օրինակ հիմա մեր հայաստանյան գործող ռազմավարությունների շրջանակում նույնիսկ դիտարկենք, ընդհանրապես զբոսաշրջության եւ գյուղատնտեսության համադրումը ագրոզբոսաշրջության շրջանակում շատ մեծ արդյունք կարող է տալ։ Դեռևս տեխնոլոգիաներին, եթե այդքան հեռավոր ապագան չպատկերացնենք, այս փուլում զբոսաշրջությունը եւ գյուղատնտեսությունը այնպիսի մոդել կարող է առաջարկել, այնպիսի կոլորիտ կարող է առաջարկել, որ դա կլինի եզակի։ Կմտաբերեք ինչ-որ հետաքրքիր օրինակներ կամ մոդելներ տարբեր երկրների կամ ձեր հետազոտության շրջանակում նման ոլորտային փոխգործակցության։ Ոլորտային փոխգործակցությունը սովորաբար վերաբերում է հետեւյալին, որ եթե իսկապես սննդի առումով մենք ունենք առաջավոր դիրքեր, ես վստահ եմ, որ դա ունենք եւ շատ-շատերի կողմից է դա վկայակոչվում եւ նաեւ ունենք պատմական հնարավորություններ նաեւ զբոսաշրջության տեսանկյունից, մենք պետք է փորձենք այս երկու մոդելները համադրել։ Ուղղակի դա պետք է փորձել համադրել եւ ես կարծում եմ աստիճանաբար դա ստացվում է եւ դրա համատեղ ռազմավարություն մշակելը, համատեղ մոտեցումների մշակումը, համատեղ ձեռնարկատիրական գործունեության ստեղծումը բավականին լուրջ քայլ կարող է լինել։ Մենք Հայաստանում, տեսեք, ստեղծել ենք էլի միջազգային կառույցների եւ կառավարության աջակցությամբ կոոպերատիվներ, բավականին լուրջ չափով, լուրջ թափով դրանք զարգացում են ունեցել վերջին տարիներին։ Հիմա գյուղատնտեսական կոոպերատիվները համադրելով զբոսաշրջային կառույցների, ընկերությունների, նրանց կողմից մատուցվող ծառայությունների հետ, ես կարծում եմ, որ կարելի է ստանալ բավականին նոր մոդել, ոչ թե ուղղակի գյուղացու հետ կապված կոնկրետ տնտեսվարողի, չնայած դա էլ է հնարավոր, այլ առնվազն կոոպերատիվների շրջանակում, որտեղ դրանց վրա նույնպես ծախսվել են հսկայական գումարներ, բայց դրանց արդյունավետությունը մեծ չէ։ Հիմա եթե այդպիսի կառույցները, որ Հայաստանում բավականին շատ կան, փորձ արվի ներդաշնակեցնել քաղաքականությունը զբոսաշրջային կառույցների հետ, զբոսաշրջային քաղաքականության հետ եւ գտնել այն սիներգիան, այն համադրումը, որը կարող է ապահովել ավելի մեծ արդյունք, ես կարծում եմ, որ դա որպես քաղաքականություն պետք է համարել առաջնահերթություն, առնվազն տեղական մակարդակում, տարածքային մակարդակում, որտեղ դրա հնարավորությունները կան, դրա համար անհրաժեշտ չէ հատուկ պետական քաղաքականություն։ Պետական քաղաքականության շրջանակում ստեղծված ինստիտուտները եւ ենթակառուցվածքները կան։ Արդեն տեղական մակարդակներում տեղական իշխանությունների եւ
գործարար հատվածի նախաձեռնությունների շրջանակում է սա եւ այդ շրջանակը պետք է ընդլայնել նմանատիպ համագործակցություն, ես կարծում եմ գյուղատնտեսության առումով գոնե այս փուլում, եթե տեխնոլոգիաների մասին չմտածենք, չնայած անհրաժեշտ է այս ճանապարհ այդ կոնցեպտը նույնպես ներառել, որովհետեւ պետական քաղաքականության մեջ այդ խելացի լուծումների արդեն գյուղատնտեսության ոլորտում մոդելները առաջարկվում են։ Աստիճանաբար պետք է, այո, այդ մտածելակերպը նույնպես ամրագրել գյուղատնտեսությունը, դա գյուղը չէ, դա հողը չէ, դա կենդանին չէ։ Դրանք տեխնոլոգիաներ են, դա գիտելիք է, դա տնտեսական մտածելակերպ է եւ դրանք լուրջ հնարավորություններ են։ Գերխաչկան, եթե հնարավորություն ունենայիք 3 առաջարկ անելու դիցուկ կառավարությանը, որ ընդունենք, որ վստահաբար ընդունվելու էր, որը կլինեին այդ 3 առաջարկները մարզերի զարգացման համար, որ ըստ ձեզ կլինեին, եթե միանգամից ընդունվեր եւ գործի տրվեր, իրապես փոփոխությունները տեսանելի կլինեին։ Կարծում եմ, որ մարզերի շրջանակում ստեղծել միջազգայնացման լուրջ հնարավորություն, սա շատ կարևոր է եւ մտածելակերպի առումով եւ գործողությունների դաշտի առումով, մեկ մարզերի շրջանակում պետք է նաև գիտակցության փոփոխություն, կրթությունը եւ այսպես ձեռնարկատիրությունը համադրելու առումով, ես կարծում եմ, որ սա նույնպես լուրջ խնդիր է եւ բաց է, բավականին լուրջ։ Եվ երրորդը, որ կարծում եմ կաշխատի, դա ուղղակի դա միայն մարզերին չի վերաբերի, բայց բնակչության շրջանակում այնպիսի գիտակցության արմատավորումն է, որ երկարաժամկետ տեսլական ունենան։ Մարդիկ պետք է ունենան երկարաժամկետ մտածելակերպ, մտքում ունենան ռազմավարություն եւ նմանատիպ մոտեցումը, այո, ավելի լուրջ ռեսուրսների համախմբման կբերի, որտեղ ռեսուրսները կան, սակայն դրանք միավորված չեն, դրանք առանձին են եւ այսպիսի հատկապես գյուղական ոլորտում, մարզային ոլորտում այդպիսի ռեսուրսների համախմբումը մտածելակերպի, ռազմավարական մտածելակերպի շրջանակում կարծում եմ անհրաժեշտ է։ Շնորհակալություն։ Մեր զրույցի վերջում ես խնդրում եմ մեր հյուրին, այս դեպքում ձեզ, որոշակի ուղերձով դիմել իր մասնագիտական ոլորտի կամ առհասարակ մեծ դիտողներին որոշակի ուղերձ։ Երևի ուղերձի շրջանակում հատուկ կառանձնացնեմ կրթության դերը ժամանակակից աշխարհում եւ այդ կրթության դերը ոչ թե ինստիտուտների միջոցով, այլ անձնական նախաձեռնությունների միջոցով, որովհետեւ այսօրվա հնարավորությունները, այսօրվա հարթակները այնպիսին են, որ նույնիսկ ինստիտուտները չեն կարող ապահովել դրանց համադրելիություն եւ մարդը իր մտածելակերպի, իր ապագան տեսնելու շրջանակում պետք է այդ կրթական գործոնները կարողանա համադրի եւ որպեսզի դրանք ստանան կամ հետագայում իր համար ապահովեն ավելացված արժեք։ Ես կարծում եմ, որ այս ուղերձը կամ այս շրջանակը, եթե մենք կարողանանք հանրայնացնել եւ առանձին բնակիչների շրջանակում սա տարածել, ամրագրել, կունենանք բավականին մեծ արդյունք։ Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Զրույցի ընթացքում շատ նոր գաղափարներ եք տվել, որոնք վստահաբար կարող են օգտագործել մեզ դիտողները։ Այո, շնորհակալություն Գերխաչիկյան։ Ես եմ շնորհակալ։